Բեռնատարների հայ վարորդները պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը դիմի Ռուսաստանին ու բացատրի, իրենք աշխատանքային միգրանտ չեն, իրենց գործատուն Հայաստանում է, ոչ թե Ռուսաստանում։ Ինչու պետք է աշխատանքային միգրանտների վրա տարածվող կարգավորումն իրենց էլ վերաբերվի։ Հունվարի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ մտած նոր կարգավորումների հետևանքով բեռնատարների բազմաթիվ վարորդներ հայտնվել ու դեռ կհայտնվեն Մոսկվայի սև ցուցակներում։ Նրանց սպառնում է անգամ մինչև 3 տարվա մուտքի արգելք, ընդհուպ արտաքսում ու ազատազրկում։ Ազատությանը դիմաց վարորդները խուսափում են ներկայանալ Ռուսաստանում լրացուցիչ խնդիրներից խուսափելու համար։ Պատկերացրեք, այդքան վարորդ, միանգամից այդքան ֆուրերը կանգնեն, այդքան վարորդ մնա առանց աշխատանք, չգիտեմ ինչ կլինի Հայաստանի վիճակը։ Ուզում ենք իմանալ ով պետք է մեզանով զբաղվի։ Կառավարությունը պետք է իրանց հետ լուծի այդ հարցը, ֆուրի վարորդը ինչ գործ ունի։ Ռուսաստանը ոչ վիզային ռեժիմ ունի մի քանի տասնյակ երկրների, այդ թվում Հայաստանի հետ։ Այս երկրների քաղաքացիները, որոնք աշխատելու են գնում Ռուսաստան, այսինքն այնտեղ գրանցված գործատուների հետ աշխատանքային պայմանագիր ունեն, պարտավոր են 1 տարվա ընթացքում գումարային 90 օր գտնվել այնտեղ։ Իսկ մինչև այս տարվա հունվարի 1-ն ուժի մեջ մտած կարգավորումներով նրանք կարող էին Ռուսաստանում մնալ յուրաքանչյուր 6 ամսվա ընթացքում 90 օր։ Այսինքն այս ժամկետը Ռուսաստանը խիստ կրճատել է։ Մեր կառավարությունը տեղյակ չի պահել մեզի։ Ոչ մեկ տեղյակ չի ելել, հենց գնացել ենք։ Հիմա մենք չիմանալու պատճառով գործից զրկվում ենք։ Ռուսաստանում ստեղծվել է վերահսկվող միգրանտների ռեեստրը։ Եթե միգրանտը հայտնվում է այդտեղ, նա չի կարող տեղաշարժվել, որևէ գործարք անել Ռուսաստանում, իսկ ոստիկաններն էլ կարող են առանց դատարանի արտաքսման կամ ձերբակալության որոշում կայացնել։ 90 օրվա խնդիր չկա, նարուշիցել ենք մենք կոչվում, ավտոմատ համակարգը գցում է զապրետ։ Հիմա մի ամիս ես պետք է սիստեմը հասկանամ, նարուշիցել եմ մնում թե զապրետ։ Եթե նարուշիցել է, ավտոմատ 1 տարում բացում է, եթե զապրետ է 3-ից 5 տարի է։ Մեզ դիմաց բեռնափոխադրողներն ասում են, այս խնդրի առաջ կանգնած վարորդների թիվն առայժմ մոտենում է 100-ի, արդեն դեպորտի փաստաթղթեր ստացածներ կան։ Միգրացիոն հարցերով փորձագետ Տաթևիկ Բեժանյանը, որ դեռ նախորդ տարվանից է զգուշացնում այս խնդրի մասին, ասում է, Հայաստանի կառավարությունը պետք է դիմի ռուս գործընկերներին, որ բեռնատարների վարորդներին թույլատրեն ոչ թե 90, այլ 180 օր գտնվեն Ռուսաստանում, որովհետև նրանք աշխատանքային միգրանտ չեն։ Մեկ այլ կետ մտցվի, որտեղ գրվի, որ եթե անձը ունի իրականացնում է բեռնափոխադրում, ունի համապատասխան փաստաթղթերը, ապա իր վրա չի տարածվում, այլ իր վրա տարածվում է, չգիտեմ, տարվա ընթացքում 180 օր գտնվելու ռեժիմը կամ ինչ որ մեկ այլ ռեժիմ կամ իր վրա որևէ ռեժիմ չի տարածվում, այսինքն լուծումները բազմաթիվ են։ Ազատությանը դիմաց շուրջ 300 վարորդներ ասում են, որ հաճախ խնդիրների առաջ են կանգնում ոչ իրենց մեղքով։ Օրինակ, Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհը Լարսը պարբերաբար փակվում է շաբաթներով կամ ամսով։ Այդ պահից սկսած այդ 90 օրերը սկսում են նվազել։ Բացի այդ, ըստ նրանց, Ռուսաստանի սահմանին տարատեսակ ստուգումների ու հերթերի պատճառներով նույնպես օրեր են կորցնում։ Իմ ամեն մեռեսը 4-ից 5 օր է, քանտիր կա Լարսը, ես գնում եմ 15 օր մնում եմ իրանց երկրում ամերես։ Ես ինչ անեմ, որ 90 օրվա մեջ տեղավորվեմ։ Եվ այստեղ շատ մեծ խնդիր ենք ունենում, որովհետև ցավոք սրտի անձը, որը 10-15 օր պատտվում է Ռուսաստանի Դաշնության տարածքում, օրինակ բեռները բերում հասցնում է Լարս եւ պետք է սահման հատի ու ստիպված եւս 15 օր մնում է ինքը կամ 16 օր, այդ նշանակում է ինքը 30 օրից ավել մնաց Ռուսաստանի Դաշնությունում, բայց ինքը չի կարող ունենալ ռեգիստրացիայի հասցե, որովհետեւ իր նպատակը դա չի եղել, ինքը բեռնափոխադրում է իրականացնում։ Ու այս մարդկանց համար չկա որևէ փոփոխություն, օրենքի որևէ կետ, որը կնախատեսի, որ իրենք այս դրույթի տակ չպետք է ընկնեն։ Ազատությունը 3 դիմել էր Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, պարզելու արդյոք ռուս գործընկերների հետ քննարկում են այս խնդիրները։ Պետեկամուտների կոմիտեից ասացին, հարցն իրենց տիրույթում չէ։ Ներքին գործերի նախարարության միգրացիայի եւ քաղաքականության ծառայության պետ Նելի Դավթյանն ասաց, աշխատում են այս ուղղությամբ։ Իրավիճակին ծանոթ ենք, այս ուղղությամբ հարցեր, զանգեր ստանում ենք, շարունակում ենք մեր մատուցած խորհրդատվական բնույթի ծառայությունները, դրանք ավելի կընդլայնենք նաև առաջիկայում եւ որ կոնտակտներ իհարկե ունենք նաև մեր ռուս գործընկերների հետ։ Արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանն էլ Ազատությանը փոխանցեց, որ արտաքին գերատեսչությունում ուշադրություն դարձրել են Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության փոփոխություններին եւ հայկական կողմը խնդիրը մշտապես բարձրացնում է թե երկկողմ շփումների եւ թե ԵԱՏՄ նիստերի ընթացքում։ Մշտապես շեշտվում է նաև, որ փոփոխությունները հակասում են ԵԱՏՄ սկզբունքներին, մասնավորապես աշխատուժի ազատ շարժի կարևորագույն սկզբունքին։ ԵԱՏՄ հիմնարար փաստաթղթերում հստակ նշված է, որ միության անդամ բոլոր երկրների քաղաքացիները ունեն հավասար իրավունքներ, մինչդեռ միգրացիոն օրենսդրության փոփոխությունները մեր կարծիքով սահմանում են անհավասար պայմաններ ԵԱՏՄ մյուս երկրների քաղաքացիների համար։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Այս տարվա հոկտեմբերի 1-ից բեռնափոխադրող
վարորդների համար նոր կարգել է գործում։ Մինչև սահմանին հասնելը պետք է գրանցվեն էլեկտրոնային համակարգում, տեղեկացնելով, որ մոտենում են անցակետին։ Դրանից հետո միայն նրանց անունը կհայտնվի ցուցատախտակին ու կթույլատրվի հատել սահմանը։ Միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանն ասում է, այս համակարգը դեռ լիարժեք չի գործում։ Արդյունքում նրանք ստիպված են լինում նախ հասնել Վլադիկավկազ, այնտեղ գրանցվել եւ միայն հետո շարժվել դեպի Լարսի անցակետ։ Իդեպ ըստ փորձագետի այս կարգը գործում է նաեւ մի շարք այլ ցամաքային անցակետերում, ոչ միայն Լարսում։ 3 տարվա ընթացքում 2 վարչական խախտումը արդեն մուտքի արգելք է 3 տարի ժամկետով։ Դուք պատկերացնում եք, այսինքն ամեն մի փոքր բանը կարող է բերել մուտքի արգելքի։ Իդեպ այս նույն խնդրին են բախվել նաեւ ղազախ վարորդները։ Ըստ ղազախական լրատվամիջոցների վարորդներն իրենց падգամավորներին են դիմել, որ Ռուսաստանի հետ քննարկեն այս հարցը։ Десятки казахстанских водителей оказались в списках на депортацию. Տասնյակ ղազախ վարորդներ հայտնվել են դեպորտի ցուցակում։ Խնդրի մասին բարձրաձայնել է падգամավոր Բուլատբեկ Նաժիմեդենուլը, որը տասնյակ բողոքներ է ստացել բեռնափոխադրողներից։ Պատճառը նոր միգրացիոն օրենքներն են, որոնք ուժի մեջ են մտել դեռ տարեսկզբին։ Машины простаивают на стоянках, грузы в ожидании новых водителей.